Պարոն Կարապետյան, սկզբից սկսենք եւ հիշեցիք, որ գործակալ լրագրողը Նյուզերեմից է ձեր հարցազրույցը, որը դարձավ պատմական եւ դրանից սկսվեց ամեն ինչ։ Հիմա ես հենց նույն հարցազրույցից եմ ուզում սկսել։ Պաստորեն դուք եք այդ գործակալ լրագրողը։ Ստացվեց այդպես ձեր խոսքից։ Ես ուզում եմ հասկանալ, արդեն գրեթե 1 տարի կլրանա, որ դուք կալանքի տակ եք եւ հիմա մենք էլ տնային կալանքի պայմաններում ենք ձեզ հետ այսպես ասուլիսը, դուք հայտարարել եք, որ մեր ձևով կմասնակցենք պաշտպանելով եկեղեցու հետ կապված քաղաքականությունը, ուզում եմ հստակ ասենք, որովհետև մենք իրավապահ մարմիններից հստակ չենք հասկանում, ինչ էր ի վերջո, փակագծերը բացենք, ինչ էր նշանակում մեր ձևով մասնակցել, եւ եթե այդ մեր ձևով մասնակցելը չլիներ, այս քաղաքական գործընթացները չհետևեին, իրավական գործընթացները չլինեին, դուք կշարունակեիք Հայաստանում մնալ, քաղաքական կուսակցություն ստեղծել, ընտրությունների մասնակցել, բայց մինչ այդ խնդրում եմ ներկայացրեք, փակագծերը բացեք, ինչ նկատի ունեք դուք։ Եթե դուք եք այդ գործակալը եւ ես ձեզ եմ տվել այդ հարցազրույցը, դուք երևի հիշում եք, որ դա ընդամենը միամիտ մարտը, երբ դուրս եկավ եկեղեցուց, արագ կազմակերպված հարցազրույց էր։ Եվ մեր ձևովը դա ընդամենը տվյալ պահի խոսույթն էր։ Ես կարող էի չասել մեր ձևով, ասեի Վաճոյի ձևով, կարող ասեի Նիկոլի ձևով։ Այդ պահին ստացվեց, ես ասեցի մեր ձևով, դա նշանակում էր, որ մենք օգտագործելով մեր հնարավորությունները, բայց բացարձակ ոչ մեկը չէր մտածում, որ ինչ-որ հեքիաթները, որ հիմա պատում են մեր իրավապահ մարմինները, բռնի զավթել, ինչ-որ բան, ես ընդամենը ունենալով ինձ թվում էր այդ պահին բարի համբավ ունեմ, այսքան բան եմ վերջ արել այս երկրի համար, կարող է այս ելույթը Փաշինյանը նայելով վերջացնի իր հարձակումները մեր եկեղեցու վրա, բայց ինքը ոչ թե վերջացրեց, ինձ կալանավորեց այդ երկու բառի համար, հարձակումները եկեղեցու վրա ավելի ուժեղացրեց, սկսեց հարձակումները մեր ինքնությունների վրա, իսկ ես բոլոր դեպքերում ինձ համարում եմ շատ հայրենասեր մարդ եւ ես չէի կարող նույնիսկ բանտի խցում հանգիստ լինել եւ նայել, թե ինչպես է նա ձերբակալում մեր սրբազաներին, ինչպես է շարունակում հարձակումները մեր վեհապառի վրա, ամբողջ աշխարհում խայտարականում մեր ազգին, դրա համար այդ պահին ես նույնիսկ, եթե դուք հիշում եք, սկզբից քաղաքական կուսակցության հայտ չներկայացրեցի, քանի որ հնարավորություն տվեցի իրենց խելքի գալու։ Ես դրա համար հայտարարեցի հասարակական շարժում, որը շատ արագ, շատ մեծ թափ առավ եւ տեսնելով, որ այս մարդու համար դա ընդհանրապես նշանակություն չունի մարդկանց կարծիքը, դրա համար որոշեցի, որ ես մեր ձևով եմ մասնակցելու այդ process-ին, այսինքն գնացինք քաղաքական կուսակցության ստեղծման եւ շատ արագ բոլորը տեսակ, որ ճիշտ քայլերով գնացինք առաջ եւ հիմա դարձել են գլխավոր հաղթող ուժը։ Հիմա որպես երկրորդ հաղթող ուժ, որ ասում եք, դուք այս ընթացքում ձեր ծրագրերից եք խոսում, քայլեր եք ներկայացնում եւ ասում եք այդ ամեն ինչը արագ իրականացնելու եք, եթե իշխանությունը ստանձնեք։ Պարոն Կարապետյան, տեսեք, անհերքելի է, դուք ունեք ֆինանսական մեծ կարողություններ, կապեր, բիզնես գործունեություն, բայց բիզնես գործունեությունը կառավարելը մեկ բան է, իշխանություն ղեկը երկիր կառավարելը մեկ այլ բան։ Դուք այդ ինչ տարբերակով, այսինքն ինչպես եք փորձելու արագ ձեր ասած փոփոխությունները բերել։ Դե եթե մենք կարողացանք
6 ամսում 0-ից ստեղծելով քաղաքական ուժ 6 ամսում դառնալ առաջատար ուժ, ուրեմն դուք պետք է պատկերացնեք ինչ արագությամբ մենք զարգացնելու ենք մեր երկիրը։ Դա մարդիկ քաղաքական աթոռների վրա չեն ծնվում, բոլոր երկրի ղեկավարներն էլ երբ փոխվում են, հաջորդ ուժը գալիս է նախկինում պրեզիդենտ չաշխատած։ Միայն Տրամպին է հաջողվել մեկ անգամ աշխատած հետ գալ։ Այսինքն դա ինչ է նշանակում։ Հիմա Հայաստանում ղեկավար կարող են աշխատել 4 մարդուց բաղկացած, այսինքն 4 մարդ։ Քանի որ ցանկացած նոր մարդ դուք մեր ժողովուրդը տասնյակ տարիներ գոռում է, որ փոփոխություն է ուզում։ Փոփոխություն դա նշանակում է առաջի հերթին իշխանության փոփոխություն, մարդկանց փոփոխություն, նոր մոտեցումներ կառավարման, որովհետև կյանքը առաջ է գնում, մարդիկ ովքեր կառավարել են, արդեն կառավարել են։ Ես չեմ ասում լավ են կառավարել, վատ են կառավարել, որովհետև ամեն մի մարդ կառավարում է իր ձևով։ Մենք կառավարելու ենք մեր ձևով։ Շատ մեծ արագությամբ տանելու ենք մեր երկիրը զարգացման, բերելու ենք փոփոխություններ ամեն ինչի մեջ, որովհետև դուք չեք պատկերացնում ինչ արագությամբ կյանքը փոխվում եւ զարգացումներ են լինում աշխարհում։ Իսկ դուք ում եք տեսնում այսօր, որ ունեն, սա մի քիչ կարող է մեծամտաբար ես ասեմ, բայց այդ հնարավորությունները, այդ միջազգային կապերը, որ կարող են օգտագործել եւ մեր երկիրը դարձնել տարածաշրջանում ամենազարգացող երկիրը։ Համենայն դեպս ես չեմ տեսնում։ Միգուցե մարդկանց կվիրավորեմ սրանով, բայց ես անկեղծ եմ ասում։ Չպարտապես ձեր փորձառության մասին էր խոսքը, ձեր թիմի փորձառության մասին էր խոսքը։ Դե փորձառու նորից եմ կրկնում, մենք խոսում ենք առաջնորդության մասին, մենք ասում ենք ցանկացած, ասենց ասեմ, բան, եթե դու կարող ես առաջնորդել ճիշտ, ունենալու ես հաջողություն։ Բացարձակ կապ չունի, ես 3 բիզնեսմեն եմ եղել, կարող է ինձնից մի 5 տարի հետո ամենալավագույն կասմանավտը դառնա։ Այսինքն ձեր առաջարկությունը ինչ է, մենք սահմանափակվենք 4 մարդու մեջ եւ ասենք Փաշինյան, հիմա դու տեղափոխի նորից Պետրոսյանին, հետո Պետրոսյանը կտա Քոչարյանին, հետո Քոչարյանը կտա Սարգսյանին, Սարգսյանը նորից փոխանցի, հետո նորից մի հատ էլ կգնանք նույն, դա իրոք ճիշտ։ Իմ առաջարկ Հայաստանը փորձադաշտ չդառնալն է, պարոն Կարապետյան։ Դե կյանքը ցույց կտա ինչն էր փորձադաշտը։ Համենայն դեպս դուք 8 տարում ապրեցիք փորձադաշտում։ Տեսնում եք, դա եմ ասում։ Բայց դուք իշխանության բերեցիք, կյանքում ոչինչ չստեղծած փոքրիկ շանտաժիստի, ով իր ապրուստը ձևավորում էր շանտաժներով։ Ինչը հիմա անում է, հիմա դու գիտեք ինքը ինչ է անում Ռուսաստանից, շանտաժ է անում։ Պամպերսը հակը շանտաժ է անում։ Որտեվ օգտագործում է այս ժամանակահատվածը, ինչը տեսնում է Ռուսաստանը գտնվում է ինչ-որ պատերազմական վիճակում, կարող է օգտվել իր ծառայություններից։ Մենք, ես նորից եմ կրկնում, բերելու ենք ճիշտ կայուն խաղաղություն, մենք բերելու ենք վերջապես մեր ժողովրդին բարեկեցություն, վերացնելու ենք աղքատությունը մեր երկրում, ես ուզում եմ դուք դա լսեք, չգնաք ուրիշ ճանապարհներով, մեր երկրին այսպիսի առաջնորդություն է պետք,
Եթե դու կարաք նորից անուներ տակ, պատրաստ ենք քննարկենք։ Դրա համար մենք գնալու ենք հաղթենք եւ մեր գլխավոր նպատակը չմասնակցել ոչ մի խոսույթների ներկա նախկին, այլ առաջնորդել մեր երկիրը, համախմբել մեր ժողովրդին եւ ես կուզենայի, որ դուք 5 տարի հետո այստեղ այս նույն հարցը ինձ տայիք, փորձի մասին։